Սա էլ ձեր որդու դեմ երկրորդ մեղադրանքն է։ Դո եղբորս վրա էլ են փագե, որ երկրից դուրս չկա, թե եղբայրս ինչ կապ ունի, ես չգիտեմ։ Այո։ Դուք առավոտից քննադատում եք, բա գործող քաղաքապետը, գործող կառավարությանը կքննադատի։ Դա դեմոկրատիա է, բա ինչի պետք է անպայման լինի, որ ասենք բոլորը պետք է լինի ուրեմն ԿՊ-ական։ Ամբողջ աշխարհում այդպես է, կա եւ ընդդիմություն, կա եւ դիմություն։ Ժողովուրդը ում ընտրում է, ըստ այնն պետք է առաջնորդվեն։ Հիմա դա դոգմա է, որ պետք է պարտադիր բոլորը ԿՊ լինեն, բա դեմոկրատիան այդպես է։ Ամբողջ աշխարհի փորձն էլ մենք պետք է ընդօրինակենք։ Գյումրեցի բարգամավորը Ձեր քննադատությունների հետևանքն է։ Ուրեմն գիտեք ինչ։ Ես ճիշտ ասած աշխարհում չեմ տեսել մի երկիր, որ այսքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ճիշտ ասած զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ այսքան այսպես ժողովրդի վրա գործեր են հարուցում։ Բոլոր նախկին քաղաքապետերը 99%-ը դատվում են։ Բոլոր նախկին քաղաքապետերը։ Ես չգիտեմ, առողջ ուժը երկրում, ուրեմն քարկոծվում է, պիտակներ են կպցնում վատ առումով, հասկացար։ Ում հետևից որ ժողովուրդ է գնում, դրանք պետք է անպայման պետության կողմից թիրախավորվեն։ Ես ուղղակի դա չեմ հասկանում ինչն է պատճառը։ Հասկանում եմ չնայած, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, այս տարածաշրջանում պետք է ապրի 1 միլիոն բնակչություն։ Եվ դրանից հետո ով եկավ, նպաստեցին, որ Հայաստանի բնակչության թիվը նվազի, ոչ թե բարձրանա։ Որ նայում ես, որ ուրեմն բոլոր կառավարությունների կողմից իրեն ժամանակ ոչ թե բնակչության թիվը ավելացել է, տեսնում ես, որ ամբողջությամբ պակասել է, մահացության թիվը ավելի շատ է, քան թե ծնելիությունը։ Եվ հավանական է դա դրսի ուժերն են անում, ուրիշ բան չեմ պատկերացնում։ Գիտեք, հիմա եթե լավ պատասխանեմ, ձեր հարցերին։ Ճիշտ ասած, հիմա տեսեք, ինչ է ստացվում։ Եթե այսօր գնաք հովիվին հարցնեք, կամ ասենք ամենանենց բան մարդուն, որ քաղաքականությունից հեռու է, եթե ասեք հայ ժողովրդին ինչ է պետք, ուրեմն կասեն հայ ժողովրդին պետք է զենք, պետք է գործարան, ռազմական արդյունաբերություն։ Հայաստանում փամփուշտ արտադրում են, ուրեմն մենք այդքան հետամնացենք, այդքան խելք չունենք, որ փամփուշտը չեն կարող արտադրել։ Ինչն է պատճառը։ Ուրեմն 1941 թվականին Հայաստանի Հանրապետությունում արտադրել են 110 տեսակի զենք զինամթերք։ Դա ինչ է նշանակում։ Պատերազմի շեմին կանգնած երկիրը ամեն րոպե, ամեն վայրկյան, ուրեմն մենք այսօր զենք չենք արտադրում, այսքան գիտական ուրեմն պոտենցիալն ունենք, այսքան ինստիտուտներ ու համալսարաններ ունենք, եւ ամբողջ աշխարհի ամենավերջի ժամանակակից զենքերը արտադրելու ուրեմն մեջ տեսնում ես Յան ազգանունը։ Բա ոնց հասկանանք դա։ Այսինքն հայ ժողովուրդը չի մտածում իր ապակայի համար, իր երկրի մնացած բաների համար։ Ես զարմանում եմ, թե ինչն է պատճառը, որ չեն անում։ Հետո գիտեք ինչ, զարմանում եմ, որ բոլորն ասում են, այս 30 տարի է, ասում են անկախությունից հետո, ասում են պետք է աշխատատեղերի ստեղծում, գործարաններ։ Այո, երկիրը պահում են գործարաններով եւ գյուղատնտեսությամբ, որտեղ երկրի վարելահողերի 60%-ը չի ցանվում, չի վարվում։ Տարել են խոթարկներ։ Ուրեմն բանկային համակարգը մի խայտառակ վիճակի մեջ է, որ պատկերացրեք 18-ից 25%, որ երկիրը, որ ուզում են դրսի, ուրեմն ուժերը քանդել, անպայման այդտեղի բանկային համակարգը այսօրվա դրությամբ են անում, ինչ որ հիմա Հայաստանում է։ Ամբողջ աշխարհում 4%-ից ավել բանկային բան չկա։ 0.25%-ով, ուրեմն 0.5%-ով գումարները ստանում են դրսից, մի քանի ուրեմն ընտանիք վերցրել իր ձեռքը, բանկերը բացել են, ժողովրդին այսպես բան պահում են։ Վերջը սրա վերջը ինչ է։ Դուք Գյումրիի քաղաքապետարանի խայտառակության մասին ասել եք բացահայտումներ եք անելու։ Ինչի՞ չեք բացահայտում։ Գիտեք ինչ կա։ Ես դրան կանդրադառնամ, մոտ օրերս կանդրադառնամ, հավանական է։ Բայց որ այդ քաղաքապետարանը ես ուրիշ ձևի եմ հանձնել նախկիններին, այդ էլ է փաստ։ Հիմա այդտեղ են կամ խնդիրներ կան, այդտեղ են կամ
Ինչ Դուք ասում եք ուրիշ ձև եմ հանձնել։ Հայ դե ուրիշ ձև հանձնելու համար ես դատարան են ձեզ։ ասեմ դրա վերաբերյալ ինձ դատարան են բերել լոկների համար, որ ես մարդկանց հողատարածքներ եմ տվել, որ մարդիկ բնակարաններ կառուցեն, կենցաղ-սպասարկման օբյեկտներ կառուցեն։ Երկրաշարժ տեսած քաղաքապետը, երկրաշարժ տեսած քաղաքը, եթե նմանատիպ, ուրեմն գործելավ ոչ չի ձեռնարկում, ուրեմն դա պետք է վռնդել այդ քաղաքապետարանից եւ այդտեղից։ Իսկ քաղաքի հատակագիծը փոփոխական եղել 2006 թվականին է, ուրեմն քաղաքի հատակագիծը սովորական այսպես կյանքի մեջ մտել։ Դրանից հետո փոփոխվել է մինչև 23 թվականին նորից քաղաքի գլխավոր հատակագիծ են ուրեմն բանարել, կարգավորել։ Հիմա էլ նորից փոփոխություններ է արվում։ Եթե դրա վերաբերյալ եք ասում, ուրեմն ես ասեմ, որ մեղավոր եմ, եթե մարդկանց թողել են, որ բնակարան կառուցեն 90% փլված քաղաքում, 90% շենք-շինությունները ավերված քաղաքում։ Ես զարմանում եմ, որ ասենք դրանով կարելի է քաղաքապետին մեղադրել։ Յուրաքանչյուր քաղաքապետի, այո, ուրիշ ոչ մի բան։ Ուրեմն, երբ որ ինքը գնաց Սրբազանի դատին, ես ճիշտ ասած իրեն ասեցի, որ քեզ անպայման կկալանավորեն կամ մի բան կանեն գլխիդ ու տեսանք էլի տարու կես չգիտեմ անցել է թե տարիմ անցել է ինչ որ մի բան շիբին թափելու շիբին որ տանում փողոցները թափում են դրա համար ասում են բանը 90,000 է կազմում որ ասեն քաղաքապետարանը դա որպես գույք նստած չէ արժեք չի ներկայացնում ոչմ նմանատիպ բաներ էլի ծիծաղի առարգա Դուք միշտ ասել եք որ դատարանից հույս չունեք ըստ էության հաշվի առնելով թե այսօր Հայաստանում արդարադատությունը ինչպես է իրականացվում SMS-ով լավ Աստծո դատաստան կլինի Միանշանակ հավատում եմ Աստծո դատաստանին մեկ է մի բան գիտեմ որ յուրաքանչյուր դատավոր յուրաքանչյուր դատաիրավական ոլորտի ներկայացուցիչ եթե իրանց հանձնարարական են տալիս իրանք պետք է դառնան ասեն գիտեք ինչ կա ախր այնելու բան չէ սա չի լինի ոնց անենք կփոխվի այս ամեն ինչը, բայց դրանից հետո մենք ինչ պետք է պատասխան տանք։ Հետո դուք ձեր աշխատավարձի համար մարդկանց տները քանդում եք, դուք Աստծուց չեք վախենում։ Վերջի ամոթ չէ սա անելու բան է, օրենքը պահեք, ճշմարտությամբ առաջնորդվեք։ Պարոն Ղուկասյան, դուք մտահոգություն չունեք, որ այս քայլերով կարող է ձեզ ստիպեն, դուք ինքնական հրաժարական տաք։ Ուրեմն ես այդ տեսակը չեմ, ես դրանք բոլորը գիտեմ։ Այդ կանել առողջություն, այդպես այդ կանել ողորտ աղջիկը փրշտաց, ուրեմն ես այդ տեսակը չեմ, վախեցողների չեմ, ինչ ուզում է անեն, ոնց ուզում է անեն, ամեն տեղն էլ տղամարդու տեղ է, բանը ինչ է պատահել, գնում ենք առաջ Աստված, իմ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ինձ ընդհանրապես պետք չէ պետական կառույց աշխատել այս հասակին, հիմա ես ավելի հանգիստ եմ ուզում ապրել, բայց երբ որ տեսնում եմ երկիրը վտանգի մեջ է, երկիրը տանում են թուրքացման, թուրքական վիլայետ, այսօր հարցը դրել են, կամ պետք է այստեղ լինի ռուսը, կամ պետք է լինի թուրքը։ Ով հիմա դուք էլ բոլորը ուրեմն բան աղեք, ոնց ապրիդիլի տեղեք, էլի այդպես ասեմ ձեզ։ Հիմա կամ թուրքի կողմն է կոնվորոշվեք, կամ թուրքի կողմն է կամ ռուսի հետ պետք է գնաք։ Եթե նայում ես ռուսը Հայաստանին մենք պետականություն ունենք, երկիրը կառուցում մեզ ջարդ չեն արել։ Թուրքը նայում ես 1000 տարի դրանց հետ մենք կոնֆլիկտի մեջ ենք, կռիվների մեջ ենք, վերջում էլ 20 թվականին տեսակ ինչ արեցին, իրանք է բարձրատային ասում են, որ այս հաղթանակը տարել են մեր գեներալները եւ ամեն ինչը, իրանք է մասնագից են եղել մեր տղաների սպանությանը։ Հիմա մենք այսքան բանը տեսնելով նորից մենք կարող է դաժե երկուսի մեջ քննարկման առարգա սարքենք, ես չեմ հասկանում։ Դե չնայած խուտանել էր առաքյալ, վերջում դարավ Սադանը հասկացար, ինչ ասեմ, Ավետիքի Սահակյանի խոսքերը դուրս է գալիս, երկու սերունդ է մեծանում, մեկը կոսմոպոլիտ, անհայրենիք, անհավատ, անխիղճ, սրբապիղծ, մյուսն էլ հավատքով, հայրենիք սիրող, ընտանիք սիրող, հասկանալի է, եւ դրանք անպայման ճշմարտությունը Անպայման ճշմարտությունը։ Հիմա գալիս են ոստիկանությունը բերում։ Տնային կալանքեր համարվել է պարոն Ղուկասյան։ Հա, ինչ է պատահել։ Ներքան կալանավայրում լինելը։ Չի ասի։ Հանգիստ տեղեք դրանք կանցնի կեշտ ամեն ինչ նորմալ կլինի։ Պարոն Ղուկասյան, մինչ դատարանը որոշեց, որ տնային կալանքի են տանելու, եւս երկու նոր մեղադրանք առաջադրեցին Սպարտակին, սրա վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Հեչ բան չունեմ ասելու, ամեն ինչ նորմալ է, հանգիստ տեղեք, ամեն ինչ լավ է, երկիրը խաղաղ լինի։ Հիմա եկել եք, տնային կալանքի հետ հարմարվել եք։ Ընդհանրապես մեղադրանքին ձեզ առաջադրված Պատմեք ձեր երեխաների ներկայությամբ եղավ հոգեբանական ինչ վիճակ էր այդ պահին մանկապարտեզ եք տանում այդպես էր հրապարակվել դուք մի փոքր պատմեք թե ինչու որոշեցիք հենց այդ օրը գնաք Սրբազանի դատին
Դրանով վախեցրել են ձեր հետագա քայլերը, հա? Կվախենաք, որ տնային կալանքից դուրս գաք էլի գնալու եք։ Բա ինչ եմ անել։ Այսինքն չեն վախեցրել այս քայլով։ Ձեզ այս քայլով չեն Բարձակը չի վախեցրել։ խոսում, չի սիրում խոսել։ Ումից իրանք պիտի վախենալ, մենք վախենալու բան չունենք։ Ստեսյուն լավ եղավ։